Սուրբ պատարագի ժամանակ հայր մեր աղոթքը ասում ենք 3 անգամ։ Մի անգամ պատարագի սկզբում, որովհետև հայրաքելական եկեղեցու բոլոր արարողությունները սկսվում են հայր մեր տերունական աղոթքով, քիչ հետո կասեմ թե ինչու այն կոչվում տերունական աղոթք։ Մի անգամ պատարագի վերջում, որովհետև նորից մեր բոլոր արարողությունները ավարտվում են հայր մեր աղոթքով, եւ մի անգամ էլ պատարագի կենտրոնում, երբ որ մենք արդեն պատրաստվում ենք ստանալու Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ հաղորդության ժամանակ, բայց պատարագի կենտրոնում, երբ որ մենք պատրաստվում ենք ասել հայր մեր աղոթքը, այնտեղ այնպիսի մի կարևոր մեկնաբանություն է տրվում, թե մենք ինչու ենք Աստծուն հայր կոչում եւ թե ինչ մեծ, շատ ավելի մեծ պատվի է արժանացրել մեզ մեր երկնավոր հայրը, մեզ արտոնելով իրեն հայր կոչել, որ նույնիսկ նահապետները իրեն հայր չեն կոչում։ Այս մասին այս զայնագրությունը, սիրելի բարեկամներ, ողջույն ձեզ բոլորիդ, շարունակում ենք պատարագի, Սուրբ պատարագի մեկնաբանությունները։ Ես փորձում եմ այս զայնագրությունները իմ էջին տեղավորել ամեն շաբաթ առավոտյան, որպեսզի դուք լսեք, թերևս մտածեք, կիսեք ձեր էջերին եւ ոմանք հասկանալով թե ինչ կարևոր բան է կատարվում պատարագի ժամանակ, Կիրակի օրը որոշեն իրենք կամ իրենց ընտանիքներով միասին գիտակցաբար աղոթելու համար գնան պատարագի եւ հաղորդվեն մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն հիմա հասել ենք պատարագի այն բաժնին, երբ որ պատարագի մեջտեղում, երբ որ մենք արդեն գրեթե պատրաստվում ենք ստանալու մեր Տեր Հիսուս Քրիստոսին ֆիզիկապես Սուրբ հաղորդությամբ, ճաշակելով նրա մարմինը եւ արյունը, որում մենք տեսնում ենք հացի եւ գինու տեսքով, այդ ժամանակ երկվում է հայր մեր երգը։ Բայց տեսեք, թե քահանան ինչ աղոթք է ասում նախքան ժողովրդով բոլորս միասին երգում ենք հայր մեր երգը։ Պատարագամատույցի մեջ մենք կարդում ենք. Քահանան ասում է. ճշմարիտ Աստված եւ ողորմած հայր, գոհություն ենք տալիս քեզ, որ մեր մեղավորներից մարդկային բնությունը երանելի նահապետներից ավելի բարձր պատվի արժանի արեցիր։ Տեսակ ինչ է ասում է մեզ մեղավորներից մարդկային բնությունը ավելի բարձր պատվի արժանացրեցիր, քան թե մեզանից առաջ ապրած երանելի նահապետներին։ Այո, նա կասենք Նոյ նահապետը Աստծուն հայր չէր ասում, Աբրահամ նահապետը Աստծուն հայր չէր ասում, Մովսեսը Աստծուն հայր չէին ասում, մարգարեները Աստծուն հայր չէին ասում, բայց մեզ Աստված տվել է այդ պատիվը ու դրա մասին քահանան ասում է, չէ՞, պատարագի ժամանակ, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ այդպես սովորեցրեց, ասեց, երբ որ աղոթքի կանգնեք, ասեք հայր մեր, ոնց թե ոչ միտեղ չկա աշխարհում, որ Աստծուն դիմեն հայր, նույնիսկ մեր հավատքից առաջ մեր նահապետները Աստծուն հայր չեն կոչում։ Դրա համար պատարագի ժամանակ տեսեք ասում է. ճշմարիտ Աստված եւ ողորմած հայր, գոհություն ենք տալիս քեզ, որ մեր մեղավորների մարդկային բնությունը երանելի նահապետներից ավելի բարձր պատվի արժանի արիր, որովհետև նրանց թույլ տվիր, որ քեզ Աստված կոչեն, իսկ մեզ գթալով հաճո եղար, որ քեզ կոչենք հայր։ Գիտեք ինչ մեծ պատիվ է, ինչ ջերմություն ու ինչ սեր տիեզերքի արարիչ Աստծուն կոչել հայր եւ ինքը մեզ տվել է այդ արտոնությունը։ Եվ շարունակում է քահանան աղոթքը եւ ասում է. Եվ հիմա ով Տեր, աղաչում ենք քեզ այս նոր եւ պատվական անվանումից բխած, այսինքն որ մեզ թողեցիր, որ քեզ հայր կոչենք, այս նոր եւ պատվական անվանումից բխած շնորհները օր-օրի պայծառացնելով ծաղկեցրու քո սուրբ եկեղեցու մեջ եւ շնորհի, որ մենք մեր բերանները համարձակորեն բանանք, աղոթենք քեզ, ով երկնավոր հայր, երգենք եւ ասենք։ Եվ այդ ժամանակ ամբողջ ժողովուրդը պատարագի բոլոր մասնակիցները միասին երգում են հայր մերը։ Հիմա ես ձեզ երգեմ հայր մերը, եթե դուք չգիտեք, օգտագործեք այս առիթը, սովորեցրեք ձեր երեխաներին եւ ձեր մտերիմներին, եւ հետո ձեզ կասեմ, թե ինչ է կատարվում հայր մեր աղոթքից հետո։ Սա եկմալյան պատարագի հայր մեր տարբերակն է, սիրելի ժողովուրդ։ Ուրեմն այս սրանից առաջ դուք լսում եք քահանայի վերջի նախադասությունը բարձրաձայն երգում է, ասում է. Եվ տուր մեզ համարձակաձայն բարբարով բանալս բերանս մեր, կարդալս քեզ երկնավորդ հայր, երգել եւ ասել. Հայր մեր, որ երգիս ես, սուրբ եղիցի անուն Եկեսե արքայություն քո Եղիցին
որպես երկիս և երկրի զած մեր հանապազորդ տոր մեզ այսօր թող մեզս պարտիս մեր որպես եմեք թողոնք մերոց արտապանած եմի տանից մեզի փորձություն այլ Սրանից հետո դուք լսում եք, որ քահանան ասում է. «Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն»։ Բայց նախքան այդ ինքը մի կտոր ծածուկ աղոթք ունի, որտեղ ասում է հետեւյալը. ասում է ով Տեր տերերի, Աստված աստվածների, հավիտենական Թագավոր, արարիչ բոլոր արարածների, Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, մեզ մի տանիր դեպի փորձություն, այլ պահպանիր չարից եւ ազատիր փորձությունից։ Եվ բարձրաձայն ասում է. «Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն»։ Եվ դառնում է ժողովրդին ու ասում է. «Խաղաղություն ամենեցուն»։ Ժողովուրդը բոլորը միասին երգում են եւ քո հոգուն նույնպես եւ քո անձիդ նույնպես։ Եվ անհոգվույն Սարկավագներն այստեղ բոլորը միասին ասում են. եկեք բոլորս ծնկի գանք ու երկրպագենք մեր Տիրոջը, ասելով Աստուծո երկրպագեսու։ Ժողովուրդը երկրպագում է Աստծուն, խոնարհվում է եւ ասում է քո առջև Տեր, առաջի քո Տեր, քո ներկայությանդ մեջ Տեր, ասելով առաջի քո Այս երաժշտությունը, որ Աստուծո երկրպագեսուկ առաջի քո Տեր, մենք այս երաժշտական նմուշները պատարագի մինչև այդ եղած ժամանակներում չենք տեսել։ Այստեղ արդեն երաժշտությունը սկսվում է փոխվել, որովհետև արդեն գալիս են նոր երգեր, որովհետև գալիս է մի նոր բաժին, որտեղ որ մենք պատրաստվում ենք ընդունել ֆիզիկապես Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Հաղորդության միջոցով։ Եվ տեսեք քահանան ինչ գեղեցիկ աղոթք է կարդում ասելով. Ով Սուրբ Հոգի, դիմում է Սուրբ Հոգի Աստծուն, ով Սուրբ Հոգի, դու կյանքի աղբյուրն ես եւ ողորմության բխումը, ողորմիր այս ժողովրդին, որ խոնարհվելով երկրպագում է քո աստվածությանը։ Քիչ առաջ ասացինք, չէ, երկրպագում ենք աստվածությանը։ Եվ քահանան խնդրում է Սուրբ Հոգին, ասում է. ողորմիր այս ժողովրդին, որ խոնարհվելով երկրպագում է քո աստվածությանը, ամբողջ պահիր նրանց, տպավորի նրանց հոգիների վրա, ինչ որ մարմնապես արտահայտում են ծնկաչոք, տպավորիր նրանց հոգիների վրա, ինչ որ մարմնապես արտահայտում են ծնկաչոք, որպեսզի արժանի լինեն ժառանգելու եւ ընդունելու հանդերձյալ կյանքի բարիքները։ Եվ ասում է այստեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որի հետ քեզ, ով Սուրբ Հոգի եւ ամենակալ Հոր, վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Երաշտական նմուշը այստեղ հետեւյալն է. Քրիստոսիվ, Հիսուսիվ, Տերանք մերով, ընդ որում քեզ հոգվույց Սրբո եւ Հոր ամենակալի, վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Եվ այստեղ սարկավակը հանդիսավոր կերպով ասում է ուշադրություն, ասում է պրոսխում է, եւ քահանան ասում է ուշադրությունը դեպի սրբություն, սրբոց, այսինքն հացը եւ գինին, որ արդեն դարձել են Քրիստոսի մարմինն ու արյունը, եւ մինչ դպրած դասը երգում է երկու երգեր փառաբանելով Քրիստոսին եւ Սուրբ Երրորդությանը, պատարագիչ քահանան այստեղ սկսում է աղոթել, որպեսզի Աստված ներկա ժողովրդին արժանի անի ընդունելու Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Հաղորդության ձևով։ Այսինքն կարևոր բաներ են կատարում ժողովուրդ ջան։ Հաջորդ անգամ մենք կշարունակենք, իսկ մինչ այդ խնդրում եմ այս զայնագրությունը կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ժողովուրդը իմանա եւ դուք էլ ինքներդ մասնակցեք Սուրբ Պատարագին։
Այսօր շաբաթը, երբ որ լսում եք այս զայնագրությունը, վաղը Կիրակի է, պատարագի օր։ Գնացեք, մասնակցեք, հեռու մի մնացեք այս օրհնություններից, հեռու մի մնացեք Տեր Հիսուս Քրիստոսից։ Աշխարհում շատ խառը բաներ են կատարվում, ժամանակները շատ չար են ու փորձելու ժամանակներ են։ Պինդ բռնեք Տեր Հիսուս Քրիստոսից, ապաշխարեք, դարձի եկեք, հրաժարվեք չարությունից, հրաժարվեք մեղքից, որովհետև մեղքը սպանում է մեր կյանքը։ Հրաժարվեք մեղքից, լավացրեք ու լուսավորեք ձեր կյանքը Տեր Հիսուս Քրիստոսով, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։